Ողջույն, հարգելի հետևորդներ, նախ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր բարեկամներին, հետևորդներին, հարազատներին, ովքեր գիշերվանից մինչ այս րոպեն իրենց շնորհավորանքներն են հղում ինձ, անչափ շնորհակալ եմ բոլորիդ։ Մենք այսօր որոշեցինք իմ օրը անցկացնել այսպիսի մի գեղեցիկ առաքելությամբ իմ ընկերների հետ միասին։ Այժմ մենք գտնվում ենք Գեղարդավանքում, այսպես կոչված, մինչ այժմ Գեղարդավանք, Լիլիթ ջան, բայց հիմա արդեն սրբավայր, Գեղարդի սրբավայրում։ Ջան, նաև նշենք, որ հենց հիմնադրման պահից Արարչի համար սա ֆիքսված է որպես Սուրբ Ամենի սրբավայր։ Այո, մենք հիմա սրբագործեցինք իր կարգավիճակը։ Այո, սրբագործելուց հետո անմիջապես փոխվեց կարգավիճակը, սրբավայր է եղել։ Ահա, դե սկսենք ներկայացնել այսօրվա մեր գեղեցիկ բացահայտումները, որ այսօր կատարեցինք, եւ գաղտնիքը նաեւ ինչու Գեղարդ։ Այո, ինչու Գեղարդ եւ ինչու հատկապես ուղղորդեցին մեզ անպայման այստեղ։ Այո, սա այն կարևորագույն սրբավայրերից մեկն է, որում մենք պարտադիր պետք է լինեինք, մեր սրբագործումը կատարեինք եւ այսօր մենք այստեղ ենք, խնդրեմ Լիլիթ ջան։ Եվ ինչպես բանից պարզվեց, սա առաջին սրբավայրն է մեր բոլոր սրբագործածների, մեր չէ, էլի Արարչի սրբագործածն են բոլորը։ Մենք ընդամենը միջոց ենք։ Առաջինն է, որը կառուցվել է որպես քրիստոնեական եկեղեցի, բայց մենք համարել ենք սրբավայր։ Այսինքն այն գլխից մենք իմացել ենք, որ սա ամենի սրբավայրն է, ավելի ոչինչ չենք իմացել։ Այո, կառուցվել է 4-րդ դարում, 399 թվականին, այսինքն այն ժամանակաշրջան, երբ դեռ քրմական գիտելիքները, արարչական գիտելիքները պահպանված էին եւ տեղը բացառիկ ճիշտ ընտրված է էներգետիկ հոսանքների խաչմերուկից դրան։ Այո, քանի որ այն կառուցվել է քրիստոնեության ընթացքում, բնականաբար նախաձեռնությունը եղել է հակառակորդ կողմինը, բայց քանի որ այն ճիշտ էներգետիկ հանգույցների վրա է կառուցված, Արարչի կողմից թույլ է տրվել նրա կառուցումը եւ ավելին ասեմ, այն Արարչի կողմից գրանցվել է որպես սրբավայր եւ Սուրբից ամենի սրբավայր։ Բայց ցավոք սրտի այստեղ գործել է հակառակորդ կողմի դից, քանի որ նախաձեռնությունն էլ նրանցն է եղել։ Այժմ մենք տեղեկացանք, որ այդ դիցը այլևս գոյություն չունի եւ արդեն ավելի քան 16 տարի է այստեղ գործում է Գարքեն անունով, այո, մեր կողմի դիցը, ով Արտեմիսեի գորն է։ Նշենք շատ մի կարևոր փաստ Գոհար ջան, որ լինելով հակառակորդ դիցի սրբավայր, մենք ունենք փաստ, որ մարդը բուժվել է հենց ամենի կողմից։ Այսինքն այստեղ թույլտվություն է ունեցել գործելու նաև ամենը։ Ինչպես իրենք որոշում են, որ սա բնականաբար ամենի սրբավայրն է առաջին ստուգություն, այո։ Ամենը չի գործել, մենք ունենք մեր ծանոթներից մեկի փաստը, այդ վկայությունը, հետո ճշտեցինք, որ բուժողը եղել է ոչ թե հակառակորդը, այլ ամենը։ Թեև չենք բացառում, որ եղել են նաև բուժման փաստեր, որոնք կատարել է հակառակորդ դիցը։ Մենք գիտենք ինչու, ինչպես, ինչ է կատարվում առհասարակ։ Խոսենք մի շատ կարևոր փաստի մասին, Գեղարդի մասին, որ բնականաբար առաջինը լսելով Գեղարդ անունը մտածում ես ինչ կապ նա կարող է ունենալ այն Գեղարդի հետ, որով որ խոցվել է մեր շատ սիրելի Սուրբ Դից Հուդան, որը եկել էր այստեղ առաքելությամբ։ Այո, շատ անմիջականորեն կապ ունի եւ զարմանալի էր, չէ, որ հենց էներգետիկ հանգույցի վրա, հենց քրիստոնեությունից հետո անմիջապես ընդունումից եկեք ու տեսեք, որ կառուցվում է սրբավայր, հա, այսպես ասած։ Եվ դա նպատակ է ունեցել, հենց այնպես չի եղել դա, այսինքն սա եղել է հակառակորդ կողմից նախաձեռնություն, անունը դրվել է Գեղարդ, հենց Գեղարդը այստեղ պահվելու, այո, պահվելու եւ նաեւ այդ իրենց հաղթական հզոր ուժը նաեւ կիրառելու, գործածելու նպատակով։ Այսինքն մենք ենք հաղթողը, մենք ենք Գեղարդով հզոր, մենք ենք հաղթական, մենք արեցինք, մենք հաղթեցինք եւ նաեւ մենք էլ կառուցեցինք այսուհետեւ մեր կառույցը։ Իհարկե դա երկար չտևեց, եկավ վերջի վերջո օրը, որ
Նրանք արդեն իրենց Անկեղծ դիրքերը երկար տևեց, բայց չի նշանակում, որ հավերժ պիտի այո, այդ միլիոնավոր տարիների մեջ գիտես ինչ, այս 2000 տարին այդպես շատ մի մեծ երկար ընթացք չէր, վերջի վերջո գալու էր այս օրը։ Բայց շատ ցավալի է մեր պետության եւ ազգի անկումը, տարածքների կորուստը, որը ուզենք թե չուզենք, փոխկապակցված է այս ամենի հետ եւ որևէ մեկը չհամարցակվի մեզ մեղադրել կես բառ անգամ հայրենիքի կամ համախմբման դեմ կատարվող գործունեությամբ։ Մենք միայն ազգին համախմբող գործունեություն են կատարում ճիշտ հիմքի վրա, ի տարբերություն բոլոր մնացածից։ Մենք ձեզ դեմ չենք, բայց ճշմարտությունը այստեղ է։ Այսինքն դեմ ենք նայածում։ Իհարկե դեմ ենք։ Այո, ուզում եմ հիշեցնել, որ այստեղ այս պահին այստեղ է հենց Գարքենը Սուրբից, բայց բացի Գարքենից մենք տեղեկացանք, որ երկու հոգի հակառակորդ կողմից են այստեղ դիցերից։ Դե քանի որ իրենք էլ պատասխանվում են, չէ, ասենք սրբագործված տարածք չի ինչ այս եւ իրենց չարությունները, իրենց գործունեությունները նաեւ կատարում են այստեղ։ Հենց պահն է ասելու, որ ինչու է նրանց հաջողվում առայժմ որոշ դիցերի թաքնվել, այսպես ասած, որովհետև նրանք անմիջական վերահսկողություն չունեն Սուրբ Սրբոց Արարչի կողմից։ Նրանց տրված է այդ բացարձակ ազատությունը, որը նրանք չարաշահել են եւ անխուսափելի է պատիժը։ Ասենք նաեւ, որ այստեղ օգնությունը ցուցաբերվում է բոլոր դիմորդներին, ուսանողներին, գիտնականներին, բոլոր կրթության եւ գիտության ոլորտի աշխատողներին եւ գլխի շրջանում խնդիրներ ունեցող առողջական խնդիրներ ունեցող մարդկանց։ Եկեք դիմեք Սուրբից Գարքենին եւ ստացեք ձեր օգնությունը։ Մենք բազմիցս ենք նաեւ առնչվում խնդիրների հետ, երբ փոքրիկ երեխաները ունենում են մտավոր խնդիրներ, հատկապես այս պատվաստումների հետ կապված, որը որ ձեռք բերովի աուտիզմա, ձեռք բերովի չկարողանալու այդ այո, մտավոր խնդիրներ է ձեռք բերովի։ Այ իրենք էլ իրենց համար կարող եք այստեղ գալ եւ խնդրել օգնություն, առաջադիմություն ձեր երեխաների, նույնիսկ դպրոցականների, այո, ուսման մեջ, դե բնականաբար դիմորդները անպայման հիմա իսկ ժամանակն է կարող են գալ այստեղ կուրսային բոլոր աշխատանքների համար ձեր եկեք, դիմեք եւ ստացեք, բայց կօգնի, որ դուք սեփական տրամաբանությունը խթանված, զարգացած վիճակով կարողանաք զբաղվել այն գործով, որ նախընտրել եք։ Սիրելի ուսանողներ, սիրելի դիմորդներ, չի կարելի ապրել, սովորել, այսպես ասած, ուրիշինը վերցնելով, տպելով, հանձնելով, հրապարակելով, դա խայտառակություն է։ Այժմ մոտենանք պարոն Ռուբենին, մենք ոնց հասկացանք, դա բացահայտում ունի լրացուցիչ մեզ համար։ Այո, մենք տեղյակ չէինք, սա էլ հիմա կավելացնենք, խնդրեմ։ Ուրեմն Ժողովուրդ ջան, մենք մոլորակի ու բոլորակի տարբերություն ունենք։ Որն է։ Տարբերություն չկա իրականում։ Չկա, գիտեք, որ ճիշտ է բոլորակը։ Այո, բոլորակը իրանք են անունը դրել բոլորակ ու բոլորակ, այսինքն կլորակ, իսկ մոլորակը որն է։ Մոլորվելու համար նախատեսված է։ Չկա, ձերքում այդպես բան չկա, որ մոլորված լինի։ Դրա համար էլ իրանք մեջտական ասում են բոլորակ, բոլորակ, բոլորակ։ Այն որ ճշտեցինք, ասեցին երկուսն էլ ճիշտ են, բայց իրականում ճիշտը բոլորակ է։ Իսկ ուրիշ ինչ բացահայտում ունենք, պարոն Ռուբեն, որ մենք չհասցրեցինք քանդակի իրենք չլսեցին։ Հա, քանդակներ, այնտեղ ներսում մի քանդակ կար, որը շատ հետաքրքիր էր, ամենավերևում ցուլի գլուխն է, աջ ու ձախ կողմերում ցուլից ներքև այդ ամեն ինչը վերևում ցուլն է։ Ներքևում օղակն է, գուցե եւ կարելի այդ օղակը համարել որպես երկիր բոլորակը։ Աջ ու ձախ կողմերում, ասինքն պաշտպանող վագրերն են, նրանից ներքև գտնվում է արծիվը, որը կանգնած է խոյի մեջքին, նշանակությունն ինչ է, որ մեր բոլոր գիտելիքները, այն ինչը որ մենք այսօր ունենք, դա տրված է
խոյի համաստեղությունից։ Հա։ Խոյի համաստեղությունից է իջել, նա ընդեղից է իջացնում, այսինքն տեզեկից հերթականություն կա։ Այսինքն ցուլի համաստեղությունից գիտելիքները տրվում են խոյի համաստեղություն, խոյի համաստեղություններից էլ այդ ամբողջ գիտելիքները տրվում են մեզ խեղճու կրակներից։ Տրվում է խոյին, Խոյին, այսինքն ինչի համար է տես, որովհետև ցուլի համաստեղությունում ապրել է Արամազը, երկնային տիրուհիները են գլխավորները, այսինքն միտքը ուղեղը ընդեղ է, որը բաժանվել է իրանց երեխաներին, այսինքն իրանք նրանց ընդեղից են սովորել այդ գիտելիքները, իրենց ծնողներից են սովորել։ Եվ այդ ամեն ինչը բաժանվել է խոյից է տրվում է արդեն մեզ։ Մենք էլ այնց ի սրտե շատ հավեսով պահում ենք այս ամեն ինչը, այսօր դարձել ենք դեգրադացվել, չգիտեմ ինչ ենք դարձել։